Բայց նկատել ես կինդ ինչ ուզում է լինում։ Ընդհանրապես կանայք ինչ ուզում են, դա լինում է, եղբայր։ Այս հարցը հենց որ լսում ես։ Հրեական գաղափարախոսության ականջներ չի երևում։ Օրինակ ես շատ եմ սիրում հողի հետ աշխատել։ Արսենը հողի հետ է սիրում աշխատել, ես փողի։ Այո, երիտասարդ սերնդին չթերագնահատել, բայց մշտապես քննադատել, որպեսզի իրենց կյանքում չպատահի օրինակ այնպիսի մի բան, ինչպիսին պատահեց այս տարի Եվրատեսիլում։ Արսեն, դուք հիմա այնպես եք խոսում, ոնց որ այս կանոնադրությունը ուրիշ մեկն է գրել։ Ով լացում էր ինձ էին ծեծում։ Ինչու։ Դե որտե մեծը ես եմ։ Հա, ինչ որ մեծը դուք եք։ Դե ուրեմն կամ ես եմ լացացել, կամ բա դու չես տեսնում, որ փոքր աղբերը տնկնում է առվի մեջ։ Դու չես տեսնում, որ փոքր աղբերը ձիուն մոտեցել է քացի ատալու։ Այսինքն իրանք զին քացի ատել, ես պիտի ծեծ ուտեմ։ Այդ պատկերը այդ մեր գյուղի տան եւ թթենին իրատակ մեր տատիկը այդ միշտ է լինելու։ Իմ երեխաներին միշտ ասել եմ, որ ինչով ուզում եք զբաղվեք, միայն սիրով զբաղվեք, ես ձեր կողքին կլինեմ։ Կարծում եմ Արսեն, դա կլինի 5 շաբթի կամ 4 շաբթի օրը, ուրբաթ-շաբաթ կիրակի մեզ չխանգարեն։ Իսկ կանանց եւ երեխաների նույն օրն եք ընդունելու, թե կանանց առանձին օր, երեխաներին առանձին օր։ Սիրելիս թող գան հերթագրվեն։ Ախր մի քիչ ամաչում եմ, հասկանում ես, բան։ Չէ, կամաչում։ Դե Ինչ կա ամաչում։ որ հերնե ջան, մեր ուրախություն, մեծ հնծություն։ Մախին էլ չգիտեմ, սրտիկներ, էլ համբույրներ, էլ չգիտեմ, հա, ինչ ու գնաց տենց խենթանում էին, սիրահարվում էին, քեզ պաշտում էին։ Բայց դու չես գալիս Հաղորդման գլխավոր գործընկեր Բալան գրուպ։ Գործընկերներ Armenia Wine, Արտեր, Ital Solar։ Բարի գալուստ իմ ռեստորան, որը գտնվում է հենց իմ տանը։ Ուզում եմ զգուշացնել, որ ամենավերջում այսօրվա Հերմնե դիալոգ նախագծի լինելու է անակնկալ։ Այնպես որ մնացեք մեզ հետ մինչև վերջ, որ այդ անակնկալին նաև դուք տեղյակ լինեք եւ մասնակիցը լինեք։ Նախ ուզում եմ խնդրել բաժանորդագրվել YouTube-ի իմ պաշտոնական ալիքին։ Ստեղծեք զանգի կոճակը, թողեք մեկնաբանություններ, որովհետեւ այդպիսով դուք ակտիվացնում եք Հերմնե դիալոգ նախագծի բոլոր հաղորդումները եւ իմ հաղորդումը կարող է շատ երկար կյանք ունենալ եւ ուրախացնել ձեզ։ Ինչպես նաև միացեք իմ Instagram-ին եւ Facebook-ին, այնտեղ լուսանկարներն ու տեսանյութերը մշտապես թարմացվում են։ Ես էլ սիրով պատասխանում եմ բոլոր կոմենտներին եւ նամակներին։ Այսօրվա Հերմնե դիալոգը տոնական է։ Ինչու՞, որովհետև գարնանային այս շրջանը համարելու ենք փակված, իհարկե նշելու ենք, որովհետև գարունը տոն է եւ այն պետք է ավարտել կրկին տոնով։ Դե ինչ տոնական եթեր առանց հրաշալի աստղերի, այն էլ աստղերի, որոնք նաև երգում են եւ կարող են տոն դարձնել ցանկացած հաղորդաշար։ Այսօրվա հյուրերս են Արսեն եւ Արտուր Սաֆարյանները։ Գնամ դուռը բացեմ։ Վերջի անակնկալի մասին չմոռանաք։ Արտյան, ոնց որ հասանք արդեն, ես օրինակ չգիտեմ մեզ ինչ է սպասվում, դու կարող ես։ Դու չգիտես ինչ է սպասվում, ես այդ կանանցից փիս վախում եմ։ Մի լավ աղջիկ է, շատ սիրուն, ինտելեկտուալ։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Ողջույն եկեք։ Հա։ Լավ, դու ոնց ես, համեցեք, եկեք։ Մենք առանց միկրոֆոն ենք խոսում։ Ոնց կարաս չունես։ Սովորեցնում է։ Ոնց կարաս կացա։ Արսեն ջան, Արտուր ջան, շատ մերսի, որ այսօրը որոշեցիք ինձ հետ անցկացնել։ Իրեպ սա Հերմնե դիալոգ նախագծի գարնան վերջին թողարկումն է, այսպես տոնական եմ ուզում լինի ու որոշեցի եւ մտածեցի, որ տոն իմ հաղորդումը կարող եք դարձնել իհարկե դուք երկուսը։ Այն գարնան վերջի մոհիկաններն։ Այո։ Շնորհակալություն քեզ, շնորհակալություն։ Մերսի։ Գարնան վերջին հյուրն եք։ Գարնան վերջին հյուրն եք, ես կխնդրեմ Արտուրը կամ Արսենը մեզ գինի հյուրասիրեն, ձեզանից ով է այդ գործից ավելի տենց պրոֆեսիոնալ հմուտ։ Ով կլինի։ Դուք, ես չէի կասկածում։ Կանձիցիան էլ կապ ունի իհարկե։ Մենք խմելու ենք եւ սկսելու ենք մեր օրը Armenia Wine ընկերության Թարիրի լյուքս դասի գինով, իսկ մնացածը արդեն ընթացքում կբացահայտենք ինչա լինելու։ Բարի գալուս։
Բարով տեսանք։ Շնորհակալություն։ Ես անհամբեր սպասում եի այս հանդիպմանը, Արտուր ջան, Արսենի հետ երկար քննարկել ենք եւ երևի թե սա լավագույն օրն էր մեր հանդիպման համար։ Ուշ լինին, Այո։ Ես էլի ընդհակա մարդ եմ, ոնց ասել։ Բայց չար լեզուները հակառակն են ասում են, որ դուք եք հայրիկի ֆունկցիաները հիմնականում ձեր վրա վերցնում։ Օրենի ջան, գիտես, պետքա միշտ մի քիչ լացես էլի։ Որ գնահատեն, հա։ Լավ, դե ուրեմն դե եթե այդպես է, խնդրում եմ ասացեք ինձ։ Ինչ է նշանակում սա։ Չխոսել կենցաղային թեմաներից, չխոսել նոր սերնդից եւ չթերագնահատել նոր սերնդին, ընդունել այլակարծությունը, չքննադատել, չպախարակել, փոխարենը գովերքել եւ փառաբանել։ Այդ Արտուրի մասն է։ Ահա։ Չէ։ Ասում են, որ սա ձեր ընտանիքի կանոնադրությունն է սեղանի շուրջ։ Այո։ Դե հիմա խնդրում եմ կետ արկել եւ հասկանանք ինչից է ստեղծվել այս կանոնադրությունը եւ ով է հեղինակը, պարոն Սաֆարյան։ Ասեմ, այդպես ժամանակի ընթացքում ենք եկել դրան, որ պետք է ունենանք կանոնադրություն։ Ահա։ Ինչու, որովհետեւ Արտուրը քանի որ տան մեծն է, ճիշտ ասած, տենց էլի մեր ընտանիքների մեծն է եւ տենց երբեմն թեմաներ են ու սկսում է քննադատել նոր սերնդին, ինչպես ասեցիր։ Ահա։ Դու նկատի ունես ապանը։ Հա։ Բայց եկեք սկզբից էլի գնանք այս կանոնադրության կետերով։ Կենցաղային թեմաներից չխոսել։ Գիտես մի քիչ համաձայն չեմ, որ պետք չի խոսել ընդհանրապես, որովհետև չէ որ միասին է կենցաղ կիսում եւ հնարավոր չէ ընդհանրապես չխոսել կենցաղից, բայց օրինակ ոնց ասեց Արտուրը, որ ասեց, եթե ուզում ես մի բան կոտրի, դուր կնոջը կոտրի։ Չէ, եթե չես կարող կոտրես, ու իրեն միանգամից կոտրելու է։ Հա, դուրս այ դրա մասին է։ Ասի սեղանի շուրջ այդ թեմաները չենք բացում։ Այո։ Չբացենք, որ տրամադրություններս լավ լինի։ Ես մի բան ավելացնեմ։ Այո։ Առաջին կետն եք, չէ՞։ Այո, դեռ առաջին կետը։ Կենցաղային թեմաներից չխոսել։ Սա երկու ենթատեքստ ունի։ Որոնք են։ Տեսեք, եթե խոսքը գնում է զուտ կենցաղի մասին, չխոսել հնարավոր չի։ Հա։ Չէ, բայց սեղանի շուրջ ոնց որ ունեք ըստ կանոնադրության կետ, որ սեղանի շուրջ չենք խոսում կենցաղից։ Մարդիկ տնից դուրս են գալիս առանց ջրերը փակելու։ Հետո գալիս ես, հայտնվում ես Երևանի կենտրոնում հորդարակ անձրևի ժամանակ։ Ահա։ Ջրերի մեջ ես հայտնում։ Ոնց կարող ես չխոսել կենցաղային թեմաներից։ Եթե այս տեսակետից ենք մոտենում, հնարավոր չի չխոսել կենցաղային թեմաներից, բայց սա ունի կենցաղային թեմաներից չխոսել, ունի նաև մի ավելի խորունկ ենթատեքստ։ Ահա։ Կենցաղային թեմաներից, այսինքն հարաբերությունները չնյութականացնել։ Այսինքն հիմա ընդունված է, չէ, հատկապես հիմա շատ ընդունված է, չէ, քննարկել միմյանց մեքենաները, կահույքը, բնակարանը, բանը, տնքաթասը, ունիտազը էլի։ Թե ում տանը ինչ Նրան ամեն ինչ կարելի է։ Դա արդեն զզվելի է։ Հասկացա, հրաշալի կետ է, իր միջավայրից շատ ընտանիքներ կարող են վերցնել եւ այս կետերը օգտագործել։ Կենցաղային թեմաներից միշտ պետք է խոսել, որպեսզի չհրդեհվենք, ջրասույզ չլինենք, գազախեղտ չլինենք եւ դրմբաց չլինենք, գանթալանենք։ Ահա, հասկացա, հուսամ ձեր ընտանիքի կրտսեր սերունդը սա ականջին օղ կանի։ Հա, կամ էլ ականջի կողքով կանցկացնի։ Նոր սերնդին չթերագնահատել։ Հա, ինչ է թաքնված այս կետի տակ։ Չէ որ հիմա այս նոր տեխնոլոգիաներ, նոր իրավիճակներ եւ մենք օրինակ մենք ոչ թե մի քիչ, այլ այն սերնդից ենք, որ մենք կոմպով չենք ֆուտբոլ խաղում, չէ՞, ասենք, եթե ֆուտբոլ ենք խաղում, ապա վերին կերում վազելով ֆուտբոլ ենք։ Այս բնաշենները բուրումներ են կոմպով։ Նրանք ամեն ինչը կոմպով են անում եւ հա, չէ, շատ լավ որ տիրապետում են։ Ես օրինակ այդ հարցերին մի քիչ ավելի մեղմ եմ նայում, որտեվ անընդհատ մտքից դա է, որ իրենք մենք չենք։ Այսինքն իմ մտքում
Բայց այ Արթուրը շատ էմոցիոնալ է վերաբերում ապա ես երբեմն հոգնում եմ նույնիսկ Բայց ինչ լավացի ինձ ասում ապա դուք ինչպես եք վերաբերում այդ երիտասարդ սերնդին Եթե կարճ ձևակերպել լինեմ ասեմ հետևյալը Այո երիտասարդ սերնդին չթերագնահատել բայց մշտապես քննադատել Այդ խիղճերը մշտապես ասեմ ինչի որպեսզի իրենց կյանքում չպատահի օրինակ այնպիսի մի բան ինչպիսին պատահեց այս տարի Եվրատեսիլում օրինակ որպեսզի այդպիսի բան չլինի իրանց կյանքում հասկանում ես այդ ինչ էր որպեսզի շատ ավելի վատ բաներ չպատահի Ես չեմ կարող չնայել, որովհետև մեր տանը կան տարբեր տարիքի բռնացողներ, իրենք նայել են, ես էլ Շարունակելով Խոսքը դրա մասին է, որ չեն սիրում, ուզում են նստեն, ուրախանան բան, ու հանկարծ մենք այնտեղից սկսում ենք ինչ-որ բան, սա է ընդամենը Ինչ երաժշտություն են լսում, ինչ են կարդում Ինչ նախասիրություններ ունեն, լավ, չեմ թերագնահատում, չեմ էլ քննադատում, մեր կարծիքը գոնե ասենք Այո, բայց այդ կետից բխում է հաջորդ կետը Ընդունել այլակարծությունը Ես կասեմ ձեզ Ասեք, տեսնեմ ինչի համար է այս կետը գրվել և ինչի համար է ներառվել ձեր կանոնադրության մեջ Մենք ինչքան գնում, այնքան կարծրանում ենք, չէ, մեր կարծիքներով և երբեմն կարող ասենք Այդպես չի, այսպես է և իրենց դա էլ դուր չգա, բայց ես նաև մի ուրիշ բան եմ մտածում, այդ ասելը շատ կարևոր է, որովհետև եթե նույնիսկ այդ պահին իրենք ձև են տալիս, որ չեն լսում, միևնույնն է լսում են և նաև ուրիշ բան էլ կա, որ հետո ես ինքս ինձ էլ չմեղադրեմ, որ չեմ ասել, իհարկե, աշխատում ենք, Հենց իրար նայում ենք, ասում ենք, չէ, կանոնադրությունը հիշում ենք, որ հիմա պետք է բարի ուղղակի նստենք։ Ասեն իմս այո։ Մենք այդպիսի խոսք ունենք, իմս դու ես։ Իմս դու ես, Այո, այնպես որ, չգիտեմ, հետաքրքիր է այս հարցադրույթները, այսինքն մենք հենց այնպես ուրեմն չենք կազմել, հասկանում ես։ Շատ հետաքրքիր է։ Չքննադատելն ու չպախարակելը, այլակարծության թեմայով, ներողություն։ Դու պարտադիր ասել Մեղավոր եմ։ Նախ այնպես չի, որ մեր երիտասարդ սերունդը սպասում է մեր այլակարծությանը և առանց մեր այլակարծության այլաբանություն չի անում։ Մեկ այրանք ինչ ուզում են անում Առանց շատ ժամանակ արդեն առանց հարցնելու, որտեղ բավականին մեծ են ինքնուրույն մարդիկ են։ Այսինքն իրավական իմաստով մեր այլակարծության կարիքը իրենք չունեն, բայց ինչ ենք հասկանում այլակարծություն ասելով։ Այլակարծությունը Այլակարծությունը շատ երկրներում սեռական փոքրամասնությունների լիիրավ ազատություններն ու իրավունքներն են առքես Պրոպագանդան ինձ մոտ դա չկա, ինձ մոտ դա սվիններով և բլինդաժներով և ես երբեք իմ թշնամանքը չեմ արտահայտել դրա վերաբերյալ դա պատժելի նողկալի երևույթ է և ես դա չեմ ընդունում սա էլ կարող է համարվել այլակարծություն էմոիզմն էլ այլակարծություն էլ ինչ կա տենց շեղված բնությունից շեղված էլ ինչ բան տենց բաներ կա Դու հրաշալի բերում ես լիքը բաներ կա ես նույնիսկ չեմ անում ինչ ավելացնեմ եթե խոսքը գնում է գրական ինչ-որ ստեղծագործության վերլուծության մասին այլակարծության իմաստով ես միայն երաժշտական ստեղծագործության մասին ագնում ես միայն ուրախ եմ կարծիքներ են արտահայտում ես օրինակ միայն դրանց ուրախանում եմ ես Էլենի հետ նման բազմաթիվ վեճեր եմ ունենում Արսենի աղջիկի հետ եմ հիմնականում ունենում այդ ստեղծագործական մշակութային բայց ոչ քիչ առաջվա իմ ասած այլակարծություն Հիմա չքննադատել և չպախարակել փոխարենը նա այդ պահանջում են գովերքել և փառաբանել Ինչը ամենահեշտը գովերքելն է գովաբանելն է ես պատկանում եմ այն ծնողներին որ
որոնք այսպես չէ, էլի, որ իմն է ուրեմն լավն է։ Ես չեմ հասկանում դա։ Ես միշտ փորձում եմ կողքից նայել իմ երեխային, երեխաներին։ Եվ անպայման այդ գովելը միշտ կա ու միշտ լինելու է։ Բայց այն որ դու ծնողներ կան, չէ՞, այս թևերը փռած, որ ասում են իմն է ու ինքը ճիշտ է, իմն է, լավն է։ Ես դա չեմ ընդունում։ Իրենք էլ գուցե ինչ որտեղ նեղվեն, գուցե որ դե չէ, ես չեմ կարող ձեզ անընդհատ լավ բաներ ասել։ Ես պիտի հակառակը գտնեմ այն թույլ կողմերը ձեր, ասեմ այդ մասին, որ դուք աշխատեք ձեր վրա, չէ՞, որ ավելի լավը դառնալու համար։ Ես այդպես եմ մտածում, բայց ես կիսում եմ Արտուրի այդ կարծիքը, որ իսկապես կապ չունի որտեղ է դա ընտանեկան հավաքույթի ժամանակ է, թե ընտանիքում ինչ որ, չգիտեմ, որտեղ տանը կան բաներ, որ ինձ համար ընդունելի չի։ Եվ այո, թող իրենք հասկանան, որ Արսեն, դուք հիմա այնպես եք խոսում, ոնց որ այս կանոնադրությունը ուրիշ մեկն է գրել։ Ինձ ասել են, որ հենց դուք եք մշակել։ Դուք, եւ դուք եք պահանջում, որ ընտանեկան հավաքների ժամանակ չքննարկվեն այս կետերը։ Որպեսզի, այո, սա իմ կարծիքը ես ասեցի, բայց որպեսզի սերունդների միջև լինի բարի դրացիական ջերմ դաշնակցային հարաբերություն։ Եվ այդ օրը անցնի գեղեցիկ, այո, դա հանում եմ եւ միանգամից կանոնադրությունը Արտուրին։ Այո, պարտադիր Արտուրին։ Կարելի է կետը մի հատ նորից շտով դակդայից։ Խնդրեմ, ուշադրություն հարցը կրկնում ենք։ Չքննադատել եւ չպախարակել, հաջորդ կետով փոխարենը գովերքել եւ փռվանել։ Այս հարցը հենց որ լսում ես։ Հրեական գաղափարախոսության ականջներ չի երևում։ Նա է մշակել։ Ինչ ուզմալինի միայն գովերքել։ Չէ, այդ կույսերը ումա պետք։ Չէ, բայց այս մարդը մշակել է, որ սեղանի շուրջ խաղաղություն մի քիչ չափազանցել է, մի քիչ չափազանց չեմ ասում։ Միայն գովերքել չեմ ընդունում։ Չէ, լավ մի շատ լավ խոսք կա, ասում են, բան եմ, դու լավը ցույց տուր, լավը սովորեցրու, վատը նա ինքն էլ կանի։ Այդպիսի բան կա։ Այսինքն ինչ է ստացվում, միայն փառաբանել, գովերքել, ասենք քո սեփական երեխան ինչ որ հիմար բան անում, դու փառաբանես ու գովերքես, բա իհարկե, դες ասում եմ, հրեական գաղափարախոսություն է իրենց երեխաների հանդեպ։ Իմիջիայլոց մասնագետները նույնիսկ այդ ժամանակ կասեն, ինչի համար, որպեսզի երեխան ստրես ընդունի։ Այդ ինչա մենք ստրեսներ չենք ունեցել։ Իմիջիայլոց ստրես բառը ես լսել եմ 40 հա դեպրեսիան։ Դա մի երկու օր եմ լսել։ Այդ հարաբեր չկա։ Այդ ո՞նց է մենք ստրես, դեպրեսիա, նորմալ ենք էլի։ Սաֆարյան ընտանիքի ուրախ օրերի, դժվարությունների եւ այլնի մասին մենք կխոսենք ճաշի սեղանի շուրջ։ Ես շնորհակալություն եմ հայտնում, որ անուղակի կերպով կարողացա այսպես այս կանոնադրությունը ներկայացնողը լինել։ Պատրաստվել էի Երմինե, ես զգացի, այո, պարտադիր։ Իհարկե, մեծ հաճույքով։ Այդ ես չեմ ասում, դա ասում են լեգենդները։ Շատ շնորհակալություն այս հատվածի համար, տեղափոխվենք մեծ սեղանի շուրջ, ճաշենք եւ շարունակենք զրույցը։ Ասպասելի։ Ես կրկին ուզում եմ ձեզ պատմել իմ ընտանիքի ամենասիրելի մթերքների մասին արտեր ընկերության կողմից։ Արտեր ընկերությունը ներկայացնում է օրգանական սիսեր, կանաչ ոլոր, հաճար, դեղին ոլոր, ես մոռացել եմ ոսպի մասին, չէ որ ինձ մոտ վերջացել է ոսպի իմ վերջին պաշարը։ Լավ, ինձ բնում է իհարկե հիշել, թե որտեղ են վաճառում արտեր ընկերության
արտադրանքը, այս պահին կարող եք պատվիրել եւ առցանց արտեր ընկերության սոցիալական բոլոր կայքերից եւ տարբեր սուպերմարկետներից։ Օրինակ, ես ֆիքսել եմ ինձ համար շատ հարմար մի տեղ Անտարայինում գտնվող Sky սուպերմարկետը, որտեղից էլ կարող եք ձեռք բերել արտեր ընկերության ամբողջ տեսականին։ Իսկ ես կգնամ այնտեղ իհարկե ոսպի եւ ամբողջահատիկի, հաճարի եւ ցորենի ալյուրների համար։ Դե իսկ կտավատի յուղի մասին, որը այստեղ եմ դրել, բայց պահում եմ սառնարանում։ Սա նրա համար, որ ձեզ ցույց տամ։ Իհարկե չենք մոռանում, որ միայն պատվերով, որովհետև սառը մզված կտավատի յուղերը հատուկ ձեզ համար են նախապատրաստում, մզում եւ ուղարկում, որ չմնա խանութներում եւ հանկարծ չհնանա։ Ոսպ չունեմ, բայց ունեմ դեղին ոլոր, որով էլ հենց այսօր ձեզ համար պատրաստելու եմ հումուս։ Այո, մի զարմացեք, հնարավոր է հումուս պատրաստել նաև դեղին ոլորով։ Ես արդեն դեղին ոլորը խաշել եմ։ Իդեպ մոտավորապես 1 բաժակ ոլորին 3 բաժակ ջուր եմ արել, որ շատ նուրբ լինի եւ այսպես արդեն խյուսի նման եւ եփելուց էլ քրքում եմ ավելացրել, որ գույնը էլ ավելի դեղին լինի։ Ավելացնում եմ աղ, ավելացնում եմ թահին, ավելացնում եմ կիտրոնի թարմ հյութ, սառը մզված քիծիթայուղ, սխտոր, Աբովյանի շուկայից եմ գնել եւ մի պտղունձել քիմիոն եմ ավելացնում, իսկ վերջում մատուցելիս կրկին քիմիոն կդնեմ վրան եւ հարում ենք։ Ուզում եմ փորձել։ Իդեպ առաջին անգամն եմ պատրաստել։ Նա տեսեք քրքում ինչ գեղեցիկ գույն է տվել դեղին ոլորին։ Մի քանի կաթիլ չիլիով ձիթայուղ, քիմիոն եւ մի փոքրիկ էլ լիմոնի կտոր։ Ես հիմա կգամ կպատմեմ ինչ ենք փորձելու որպես Մենք հիմա միասին փորձելու ենք դեղին ոլորով հումուս։ Բայց ինչն է հետաքրքիր, դե հիմնականում գիտեք, սիսեռով են անում հումուսը, ես այսպես մի փոքր էքսպերիմենտ եմ արել, բայց ամենակարևորը, որ այս կանաչ ոլորը աճեցվել է Հայաստանում եւ հետո նաեւ մշակվել է հենց արտադրամասում եւ որևէ այլ հավելանյութեր չի պարունակում եւ ամբողջովին օրգանիկ մթերք է։ Հուսամ ձեզ դուր կգա, առաջարկում եմ փորձենք չորահացերով եւ իհարկե մեր համեղ թարիրի սպիտակ գինով։ Լավ։ Ես եթե ավելացնեմ։ Այո, եթե կարելի է Արտուրի նույնպես։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Դե այս գեղեցիկ օրվա համար կեցե նաև նախուտեստ ոլորը։ Մի հատ բան կարամ ասեմ, դուք չեք կարող պատկերացնել ինչ հաճույք է երկու սիրելի գնահատելի տղամարդկանց հետ ճաշի սեղանի շուրջ նստելը։ Մենք շուտ կգանք։ Հաճելի զգացողություն ունեմ։ Բայց դասական հումուսի համար փորձում ես։ Հա, բայց ինչ եմ փորձում։ Դասական հումուսի համար, այսինքն Հետ չէինք ասի, որ դեղին ոլորա, հետո քիչ է։ Ես եմ առաջին։ Սիսերի ու ոլորի Իսկ լիմոնը պարտադիր է։ Չէ, ես իր մեջ արդեն ես արդեն նախուտեստ մեջ ավելացրել եմ, եթե կուզեք։ Ճիշտ է, շատ բաներ ասած եմ, բայց երբեմն զարմանում եմ ինչ-որ բաների վրա։ Ընտիր, կեցցես, փաստորեն Արսեն, շնորհալի մարդը, շնորհալի է ամեն ինչ։ Շաբաթվա որ օրերն եք սարքում ես։ Այն օրեր, երբ դուք եք գալիս։ Սիրելի Արտուր եւ Արսեն, մինչ այն պահը, երբ մենք անդրադառնանք ձեր երաժշտությանը, համերգներին եւ այլն, ես կուզեմ մի քիչ ձեր մանկությունից խոսենք։ Էմնե ջան, հիմա դու ավելի լավ Արսենի հետ խոսա։ Որ դուք հանգիստ նախուտեստ վայել եք։ Արսեն ջան, մեզ Մեր մանկությունը իհարկե իմ ավելի վաղ մանկությունը Արտուրը հենց մանկությունը անցել է Արցախում։ Իմ լիարժեք մանկությունը, այո։ Մենք ծնվել ենք այնտեղ եւ մեր գյուղում
ինձ մոտ շատ խավար այդպես բաներ կա, մի քանի բան, որ հիշում եմ այդ փայտի սահնակ, իմ ռետինե սապոգների հայերեն տարբերակը ոնց է։ Ճտկակոշիկները, այդպես մի քանի բաներ եմ հիշում, իսկ Արտուրը լիարժեք այնտեղ, չգիտեմ, ձիգշելով էլ ինչ ասես ունեցել, հա։ Ինչ ասես ունեցել։ Երկրորդ շրջանը արդեն անցել է իմ մանկության, արդեն Հրազդան քաղաքում։ Բայց մինչև այդ ինձ հետաքրքիր է տարիքային տարբերությունը։ Շատ բերում էր նրան, որ Արտուրը այսպես նաև հայրիկի դերներ իր վրա վերցրել։ Դե մեծ աղբեր, ոնց ասեր։ Բայց լավ ծեծում էի մեկ։ Ոնց ասեր։ Հա, ջրի էր ուղարկում, հələ շուտ գնա, սենց։ Փոքր ժամանակ կարգին երեխա էր, մեծացավ սենց։ Արտուր, բայց ասում են, որ տան տուժածը դուք էիք հիմնական, ով ինչ անում էր դուք էիք։ Ընդհանուր ծեծուտողի ես էի։ Բոլորի փոխարեն։ Այո, անկախ նրանից եղբայրներս որ մեկն էր ճիշտ, որ մեկն էր, ով լացում էր ինձ էին ծեծում։ Ինչու։ Որտե մեծը ես եմ։ Հա, ինչ որ մեծը դուք եք։ Դե ուրեմն կամ ես եմ լացացել կամ բա դու չես տեսնում որ փոքր աղբերը տնկնում առվի մեջ։ Դու չես տեսնում որ փոքր աղբերը ձիուն մոտեցել է քացի ատալու։ Այսինքն իրան զին քացի ատվել ես պիտի ծեծ ուտեմ։ Էտա։ Սովորական։ Նորմալ է այդ, արդեն։ Բաում մեղադրեին։ Ու ամենակարևորը իրանցից ոչ մեկը մի անգամ չասեց այ պապա, ախր այդ մարդը ինչ մեղք ունի որ։ Ես եմ մեղավոր։ Հա, ես ընկել եմ առուն, այդ մարդը ինչ մեղք ունի։ Բայց դրա արդյունքում արդյոք չկար այն ցանկությունը, որ տենց մի հատ վրեժ լուծեիք, էլի։ Մի հատ տանեիք անկյուն։ Չեմ ասել։ Ես շատ եղբորից վրեժ չեն լուծում։ Դա ասում եք ծեծեր ուտում մեկ-մեկ։ Չէ, դա մանկական մշտում էր, էլի, հրմշտում էր, դա։ Ուշեղեր ավելի։ Դե բա ինչ էր, բա մեծ էր։ Բա փոքր էին իրանք, ես կիսավայրենի Մաուգլի կերպար էի։ Պատկերացնում ես 5 տարի մեծ է ինձանից։ Եթե ես 7 տարեկան եմ, նա 2 տարեկան է։ Ահա, հա դե ծեծը պատրաստ է։ Դուք նկատել եք, որ գյուղում ծնված եւ մեծացող 7 տարեկան մարդը, տեսեք ասում եմ, մարդը երեխան չեմ ասում, որտեվ գյուղում ծնված երեխան 7 տարեկանում արդեն կարելի ասել, նրան կարելի արդեն ասել մարդ, որտեվ նա արդեն հոգսի տակ է, արդեն ձեռքերը աշխատում են ուղեղի հետ, այսինքն ինքը ինչ մտածում է, ձեռքերով կարողանում է դա բանը։ Քաղաքի երեխային նման բան չես կարող ասել։ Այստեղ 14 նայում ես մորից մեծ, թաթիկը բռնած, բալիկս մեքենայի տակ չընկել։ Եվ գնում է հարաբերությունները լուծելու։ Ու այդպես 14 տարեկանից այդպես շարունակում է մինչև 45 տարեկան։ Այդպես։ Տենց էլ մեծանում է, դառնում է տես տղա։ Ենք են որոշում երբ դի սիրահարվի այդ տղան։ Հա, չսիրահարվի։ Սիրահարվի։ Մաման դեռ Սիրահարվի։ Սիրահարվել չտու էլ ինչ անի, ոնց անի։ Արտուր, քանի որ Արցախից նույնիսկ դա։ Լրի։ Արտուր, քանի որ դուք ավելի մեծ եք եղել, երբ Արցախից տեղափոխվել եք, ամեն այդ վառ հիշողությունը Արցախից որ ունեք, որն է։ Արցախի իմ ամենավառ հիշողությունը, այդպես միանշանակ դժվար է ասել, շատ բարդ է ասել, բայց իմ մանկության, եթե մանկության մասին է խոսքը, իմ մանկության ամենավառ հիշողությունը, կարծում եմ նաև Արսեն, մեր բաբոնը։ Այո, մեր տատիկը։ Մենք բաբո էինք ասում։ Բաբո այն խոսքը չի, իրոք մեծատառով բաբո էր։ Մարտական, սարու հանդի, դաշտու ձորի կին էր ինքը, բազմաթիվ տառապանքների միջով անցած, ինչպես իր սերնդակիցների շատերը, բայց մեզ համար հոգի տվող, մեզ համար մի ուրիշ մոլորակ, մի ուրիշ երևույթ, մի ուրիշ բան էր բաբոն։ Չգիտեմ, ես իմ մանկության ամենավառ հիշողությունները կապված են մանկական ընկերներս, խաղերը, մեր դաշտերը, մեր անտառները, մեր գյուղը դրախտ է, ես չեմ ասում էր, դրախտ է մեր գյուղը, դրախտ է, հիմա էլ է դրախտ։ Դա պատմական վաճառն է, միջնադարյան գյուղաքաղաք է եղել, վաղ միջնադարյան, Մետաքսի ճանապարհի վրա, պատմական շատ հանրահայտ, Գանձասարի տարածաշրջանում է դա, ու բնությունը ուղղակի հեքիաթային բնություն ունի, եւ
շատ բաներ կան կապված, բայց ասում եմ, մեր բաբոն ուրիշ երևույթ էր իմ մանկության մոլորակում, իմ բաբոն ուրիշ բան էր, ուրիշ երևույթ էր եւ ես դա շատ կենթանի այսօր այդպես գույներով հիշում եմ այդ ամեն ինչը։ Արսենն էլ է հիշում։ Ինչ համոհոտ ուներ բաբոն։ Ինքը հոտ ուներ։ Ինքը այդ տատիկի այդ հոտ ուներ, որ էլի այդպես ոնց որ խառնված իր ջերմությամբ, իր հոգատարությամբ։ Ես ընդհանրապես ամեն անգամ ամենահամառը մենք արտադիր պիտի գնային գյուղ եւ 20 օր տարին գիտեր, 1 ամիս ու կես եղել է, մենք գյուղում ենք անցկացրել եւ այն ծնկները վնասված են երեխեքից էի ես, օրինակ Սևանում եմ որ չէին ճանաչում, ես արդեն ես եմ թե ոչ։ Ես ամեն անգամ հիշում եմ այդ պահը, երբ որ այդ դարպասից հենց հասնում էինք այդտեղ, տան դիմաց, հենց այդ դարպասը որ տեսնում էի ու այդ տունը տեսնում էի։ Էլ չասեմ որ մտնում էի ներս ու մեր բաբոն, մեր տատիկը թթենիների, մեր պապիկի տնկած թթենիների տակ էր։ Այդ դրա նման ջերմություն, դրա նման հաճելի հիշողություն չի լինում, այսպես ասեմ, եւ այսօր էլ ես անընդհատ այդ պատկերը իմ դիմաց այդ ճանապարհները, այդ կածանները, մեր գետերը, որտեղ լողանում էինք եւ բայց այդ կադրը, այդ պատկերը, այդ մեր գյուղի տան եւ թթենին իրատակ մեր տատիկը այդ միշտ է լինելու։ Ամենավառ ինձ համար հենց այդ եւ նաեւ ասեմ որ այսօր անման հիշում եմ իր գոգնոցը։ Գորի մեջ միշտ մի քիչ վնասված ջեմով կոնֆետներ էին լինում։ Մի քիչ չմրթած սալոր ջեմով կոնֆետ։ Հանել ու թորնիկներ մեզ էր։ Իր ակնոցը, որ երբեք չէր դնում։ Բայց գոգնոցի գրպանում էր, հա։ Բայց ինչ է դետալը։ Տղաները բանա չէ, տարիքով կին է, պետք է ակնոց ունենա։ Ակնոցները այդպես առանցպացիան, բան դες գոգնոցի մեջ դրած էր, այդ չիրը, չամիչը, կոնֆետը, այտենց գրպանի մեջ այդ բաների հետ, ակնոցների հետ, հա, ապակիները արդեն հասկանալի չէր ինչ գույնի էր, որտեղ գրպանում է միշտ։ Չիրա լսնում որ թորանը տա բան, բայց ինքը բաբո էր։ Հենց դրանով էր ինքը բաբո։ Այո։ Ասում են տղամարդիկ ենթագիտակցորեն իրենց կնոջը ընտրելիս տատիկին կամ մայրիկին նմանեցնելով են նաև ընտրում։ Նմանեցնելով այդքան չասեմ, որքան այն հատկանիշներն են փնտրում, որ տեսել են իրենց ընտանիքում, մոր կողմից, տատի կողմից։ Ձեր կանանցից ով է ավելի նման տատիկին կամ մայրիկին, բաբոին կամ մամային։ Տենց Չէ, ինչ որ հատկանիշ որ ասեք այ նման է ու այդ շատ է գրավել ինձ։ Իմ կարծիքով տղաները ոչ թե ընտրություն կատարելիս են ուզում սիրելիս երևի թե սիրահարվելիս այլ բոլոր իրադարձություններից հետո երբ որ դառնում են այրուկի այդ ժամանակ են իրենք ուզում որ իրենց կինը ունենա այս հատկանիշը որ իր մաման ունի կամ այս հատկանիշը որ իր տատին ունի ընդունեցի որովհետև եթե մարդը սիրահարվում է ինչ որ տղամարդը տեսնում են որ աղջկա սիրահարվում են հետո սիրում են չէ շատերը սիրում են հետո են սիրահարվում չգիտեմ ոնց ամեն դեպքում հետո են ցանկանում որ այդ հատկանիշները տեսնեն իրենց կնոջ մեջ իրենց մոր եւ տատու ոչ թե սիրահարվելու որտեղ չես կարող էլի այդպես չգիտեմ ես իմ կնոջը շատ դժվար կարող եմ նմանեցնել իմ տատիկին կամ իմ մայրիկին մայրիկ է տատիկ է կինն էլ կին է իհարկե ընդհանուր բաներ կան հարցս ավելի նրա մասին է որ օրինակ ջերմ կանանց երեխաները հակված են ավելի տղաները ավելի հակված են ջերմ կանանց հետ շփվելու ավելի էներգիա են ստանում ջերմ կանանցից որովհետև տեսել են որ դա է բնականը իրենց ընտանիքում իրականում երբ որ մայրս մի օր ինձ հարցրեց ասեց իսկ երբ որ ասի որ ես ընտրալ ունեմ ասիկա աղջիկ կա որ շատ լուրջ եմ վերաբերվում իրեն ասեց իսկ բալես ինչ ձևի է ինքը դեռ չէր տեսել իսկ քանի որ
կինս էլ այդպես մաշկով սպիտակ բան, ոնց որ մաման ոնց որ քո նման է մի քիչ, բայց տենց որ ասեմ, հենց այդպես եմ ես ընտրել իրեն, չէ, ուղղակի Արտուրը ճիշտ է ասում, հետո այն ինչ որ դու քո ընտանիքում տեսել ես, այն բարքերը, այն սովորույթները, այն միստուկացը, չէ որ մաման ինչ անում էր, դա ճիշտ էր, չէ, բոլորիս համար, հետո ուզում ես իհարկե, որ այդ հոգատարությունը, այդ ամեն ինչը քո տանն է լինի։ Շատ դժվար է առհասարակ տանը ընտանիքում հատկապես եթե դա խոսում ենք երկու եղբոր ընտանիքում այնպես անել որ կանայք բացի այն որ կհարգեն, կհանդուրժեն եւ այլն նաեւ սիրեն իրար։ Ոնց եք հաջողացրել որ Պարտադիր չի գիտես։ Դե հասկանալի է որ պարտադիր չի, բայց ոնց եք արել որ իրանք այդքան լավ են իրար հետ։ Ով ինչ անի։ Իրեն կան։ Ես եղբորս հետ շատ էլ լավ եմ։ Ու այս աշխարհում ես պաշտոնապես հայտարարում եմ։ Այս աշխարհում, կենցաղում, սոցիալական բոլոր հարթակներում եւ վիրտուալ բոլոր հարթակներում չկա այդ մի այդպիսի բան, չկա մի այդպիսի ուժ, մի այդպիսի զորություն, մի այդպիսի պատճառ, որ ես նեղանամ եղբորիցս կամ ես թթվեմ եղբորս վրա, հա, այսպես ասեմ։ Բայց փորձեր արվել են, Արտուր մի հատ բացարձակապես ես իմ կյանքում իմ հարազատներից ոչ միայն եղբորիցս, հորիցս, մորիցս, ես չեմ նեղանում։ Ես կարող բորբոքվեմ, գորգորամ, հայտնեմ անհամաձայնությունս, չգիտեմ, բոյկոտեմ, ես իմ ինչ անեմ, բայց նեղանալը ո՞ր դա ղզիկ բնավորություն է։ Ես ոչ ոք չի կարող ինձ թշնամացնել կամ իմ հարաբերությունները վատացնել եղբորս հետ։ Կանայք իրենք գիտեն, դու թշնամանան, վատանան, իրաց կյանքը վերածեն դժոխքի, իրենց գործն է։ Հասկանում եք։ Քանի որ մենք հիմնականում կանայք երբ են կոնֆլիկտներ ունենում իրար հետ, դա ես երևի թե նորություն չի որ պիտի ասեմ, երբ որ միասին են ապրում ընտանիքները եւ խոհանոց պիտի կիսեն, չգիտեմ, հա, կենցաղային ինչ որ բաներ, այդ բաները բերում է, հա, բայց քանի որ մենք առանձին ենք ապրում, հա, Արտուր իր տունն ունի, առանձնատունը, ես իմ առանձնատունը, մենք այդպես կարողացել ենք ստեղծել շատ բան հարաբերություններ, որ սենց իրար ջերմ հանդիպում են, ջերմ բաժանվում են։ Արսեն, բայց ես գիտեմ, որ սաթն է եղել նաև պատճառը, որ Արտուրին եւ ընտանիքին Հրազդանից համոզել է, որ տեղափոխվեն Երևան իրենց իրիկի կողքը լինելու համար։ Սաթիկը կարում է տես պատճառ լինի, որտեղ ականջիցս մի պահ համոզել։ Սաթիկը այն ժամ, Սաթիկը քանի որ ահավոր պարզ բնավորությունն է, այսինքն անկեղծ, այսպես մտքի մեջ բան չկա, ներսում բան չկա, ինչ կա լեզվի վրա է։ Քանի որ այդպիսի բնավորությունն է, այն ժամանակ երբ որ մենք դեռ Հրազդանում էինք, Արսենը արդեն բնավորվել էր Երևանում, այն ժամանակ Սաթիկը ուղղակի սենց էմոցիաները խեղդում են դուք պիտի տեղափոխվեք, լավ էլի տեղափոխվեք Երևան, եկեք որ իրար մոտ լինենք, իրար հետ լինենք, դե մյուս կողմից էլ այնտեղ որ այդ դարաշրջանում, հա, ասենց ասեն, իմ կյանքի այդ դարաշրջանում, քանի որ առանձնապես անելիք էլ չունեի, այդպես ստացվեց, որ եկանք, այսինքն Սաթիկը ամենայն անկեղծությամբ ուղղակի են, ի սրտե ինքը ուզում էր, որ մենք տեղափոխվենք ու հատկապես տեղափոխվենք այն թաղամասը, որտեղ իրենք են ապրում, որ մենք իրար հետ լինենք, իրար շուտ-շուտ տեսնենք, այսինքն բայց նկատել ես կինդ ինչ ուզում է լինում քո նման իմաստուն մարդը նոր հասկանում է դու հասկացել ես կանայք ընդհանրապես ինչ ուզում են Սերժիկի աղջիկները ոնց որ այսօր խոս բան ունենք հա Սատենիկ Գենադիևն եւ Սոֆիա Սերժիկը ընդհանրապես կանայք ինչ ուզում են դա լինում է եղբայր չէ ու ընդհանրապես ինչ են ուզում կանայք չէ եթե կինը ինչ որ բան է ուզում պետքա 10 թե չէ միանշանակ ես համաձայն եմ Հիմա ես մի հարցի պատասխան եմ ուզում տակ, թե չէ ես կվերցնեմ։ Առաջարկում եմ, քանի որ կանանցից խոսեցինք, իսկ մեր կողքին նստած է ճկնաղ գեղեցկու հիկի։ Մեկնա մեծար անձնավորություն։ Հա, պիտի խմենք, քեզ համար պիտի խմենք։ Քո ներկայության համար, քո այդ զրույցի համար։ Այնպես որ Գենացդ միշտ էսպես դրական
ջերմ, բարի ու գեղեցիկ մնաս։ Շնորհակալ եմ։ Մերսի շատ։ Ես ուզում եմ այս պահը օգտագործել եւ պատմել իմ սիրելի գործընկեր Վալան գրուպի մասին։ Ես գիտեմ, որ ձեզանից շատերը, ովքեր պատրաստվում են շինարարության կամ էլ վերանորոգումների, նորոգումների, անպայման գնում են Նարդոսի փողոց։ Իսկ դուք գիտեք, որ իմ սիրելի Վալան գրուպը Նարդոսի փողոցի վրա ունի Վալանդորս խանութ։ Հիմա կիմանաք, եթե չգիտեիք։ Սա Երևանն է։ Սա Երևանի կենտրոնն է, սա Նարդոս փողոցը։ Մարդիկ այստեղ հիմնականում գալիս են վերանորոգման ժամանակ եւ գտնում են այն ամենը, ինչ իրենց անհրաժեշտ է շինարարություն անելիս։ Սա Նարդոսի 70 հասցեն է։ Հենց այստեղ է գտնվում Վալանդորսի երկհարկանի մեծ խանութ սրահը։ Վալանդորս խանութ սրահում ներկայացված են Իստոկ եւ Զադոր ապրանքանիշների բարձրակարգ միջսենյակային դռները, ինչպես նաեւ մուտքի դռների լայն տեսականի։ Այնպես որ, երբ գալիս եք Նարդոս փողոց գնումներ կատարելու ձեր վերանորոգման համար, անպայման այցելեք Վալանդորսի խանութ սրահ։ Հասցեն չմոռանաք Նարդոսի 70։ Իմ հյուրերի համար պատրաստելու եմ թարմ ծեծած լանգետով ուտեստ, իդեպ ծավալի թարմ մսի այս լանգետները ինձ հենց ծեծածել ուղարկել են, եթե նկատում եք գեղեցիկ վարդագույն երանգունի միսը եւ շատ լավ կտորներ են, առաքման դեպքում էլ հենց այսպես էլ ուղարկում են։ Ես վերջերս գնացել էի Ողջաբերդ գյուղ եւ այնտեղ նկարեցի մի գեղեցիկ տեսանյութ բոլոր այն մթերքներով, որոնք առաքվում են Ողջաբերդ ընկերության կողմից ձեզ համար։ Փաթեթի մեջ մտնում է եւ տնական թարմ հավ, եւ հավկիթներ, բլիթներ, ծեծած լանգետ, ավարի թարմիս, գաթա։ Այս տեսանյութում դուք տեսնում եք բոլոր այն մթերքները, որոնցով դուք կկարողանաք պատրաստել տարբեր ուտեստներ եւ ձեր հոգսը շատ կթեթևանա։ Հեռախոսահամարը, որով կարող եք պատվիրել, ես կթողնեմ ներքևում նկարագրության մեջ։ Ինձ անհրաժեշտ են գունավոր պղպեղներ եւ ինձ անհրաժեշտ է սուլուգունի պանիր, բայց ձողերի տեսքով։ Հիմա սկսում ենք հավաքել մեր փոքրիկ ռուլետները։ Վերցնում ենք լանգետի մեկ շերտ, դնում ենք նարնջագույն պղպեղ, դնում ենք կանաչ պղպեղ, դնում ենք սուլուգունի պանիր եւ փաթաթում ենք։ Ամրացնում ենք փայտիկներով եւ անցնում հաջորդին։ Ես նախապատրաստել եմ հավկիթ, ալյուր եւ չորահացիկի փշրանք։ Հիմա պետք է ըստ հերթականության թաթախեմ իմ փոքրիկ ռուլետները, սկզբում ալյուրի մեջ։ Հետո հավկիթի մեջ ենք թաթախում, իսկ վերջում չորահացի փշրանքի մեջ։ Եվ սկսում եմ տապակել։ Հասարակցոք ծովին կապուտակ Ինչ ենք փորձելու։ Դե թարմ բանջարեղեն համեմված է, փորձելուց առաջ կարող եք խառնել եւ հետը տավարի թարմսի լանգետի մեջ փաթաթած սուլուգունի պանիր է, կարմիր պղպեղների միքս է, կանաչ պղպեղ, նարնջագույն պղպեղ, պիտի որ լավ ստացված լինի եւ առաջարկում եմ համադրենք թարիրի կարմիրով։ Իդեպ 20 թվականի բերք է, այդ տարվա լավագույն բլենդն է, Արենի Մերլո Կաբերնե Սավինյոն, պիտի որ հրաշալի համադրվի մեկը մյուսի հետ։ Հետո կասես Արենի Մերլո Կաբերնե Սավինյոն 20 թվականի բլենդ։ Chercher la fin։ Շատ լավ։ Դե ուրեմն, հա։ Շնորհակալություն, Արտուր ջան, ձեր բաժակն է։ Շնորհակալ եմ։ Նորմալ եմ լցնում, թե քիչ շատ է շատը։ Սկզբի համար լավ։ Սկզբի համար լավ է, չէ՞։ Հոպ։ Սա պետքա սենց ինչ որ էլի, չէ՞։ Կարող է։
Այո, չէ։ Այո։ Արսեն, դու լավ կենասներ ես ասում, մի լավ բան ասում։ Դե, ինչ ասեմ։ Շուտ հանդիպենք։ Այո։ Շուտ զրուցենք, հետաքրքիր զրույց ունենանք, որտեվ կարծում շատ կարևոր է թե ում հետ ես զրուցում։ Ոչ թե ոնց ես նստած, որտեղ ես, ինչով ես, հա, ինչ ես, այլ շատ կարևոր է թե ում հետ։ Այնպես որ մեր հանդիպման համար, ընկերներ։ Շնորհակալություն, այո, մեր հանդիպման համար։ Ասում եմ, այդ պարտադիր է։ Դե օթահարենք, օդը մտնի մեջ, բույրերը բացվեն, զրուցենք, գինու հետ դիալոգ անենք։ Արի հատու փորձի տեսնենք իրեն բան չի լինում, նոր մենք փորձենք։ Ես արդեն փորձեցի։ Մանկությունից ես կարմիր գինին ավելի շատ եմ սիրել։ Դե կարմիր գինին առես։ Ինձ թվում է կարմիր գինին էլ քեզ է սիրում։ Ինձ հետաքրքիր, լավ, փորձեք հետո նոր հարց ունեմ։ Ահա։ Լուկաս, էլի ուտում են, է։ Դե բա Կարո ստոպ տես։ Երբ մի։ Հավանեցիք ուտեստը։ այո, շատ համեղ էր։ Ես գիտեմ, Հետաքրքիր։ որ մսեղեն սիրում եք, չէ՞, միս։ Այո։ Այո, իմ ամենասիրելի միրգն է։ Երբ Արցախից տեղափոխվեցիք Հրազդան, բնության այդ խիստ տարբերությունը չէր նեղում, որտեվ դե տարբեր է, էլի, չես համեմատի Հրազդանի բնությունը Արցախի բնության հետ։ Ոնց հարմարվեցիք։ Գիտես, շատ բանական, այսինքն բանական մարդու բանը, որ տարբեր տեղերում բնությունը տարբեր է, բայց հանուն ճշմարտության ասենք, որ Հրազդանում էլ չքնաղտեր կան, այնպես չի, որ Հրազդանում էլ շատ գեղեցիկ հետաքրքիր տեղեր կան։ Բայց մեկ այլ բան է, երբ տնից դուրս ես գալիս եւ ամբողջը շուրջ բոլորը դրախտ է եւ մեկ այլ բան է, ընտրում ես այդ դրախտը։ Ննջասենյակից դուրս ես գալիս անտառ։ Այո, դուռը բացում ես ուղիղ անտառի մեջ։ Այս դեպքում շենքերի մեջ էր, արդեն շենքերի մեջ, բայց մի փոքր հեռու արդեն։ Նախ գյուղեր սա քաղաք էր։ Արդ քաղաքում չեմ կարծում, որ քաղաքաբնակները մի քիչ բնության նկատմամբ մի քիչ ուրիշ ձևով իրանց մոտեցումը, հետո մենք երեխաներ էինք, մեզ համար միջավայրի փոփոխությունը արդեն իր նոր հետաքրքրությունները ուներ, նոր ընկերներ, նոր միջավայր, պարապմունքների էին գնում լիքը, այն ժամանակ Հրազդանը թռիչքաձև զարգացող քաղաք էր, արդյունաբերական հզոր քաղաք էր, երիտասարդ քաղաք էր, այսպես ասեմ, ու իսկ Հրազդանում լավ տեղեր շատ Ի վերջո մի քիչ ենկոմ հանքավանց աղկաձու Զանգուն են տեղով է հոսում, Ծովինար լիճը։ Լավ, հիմա բնության հանդեպ քաղցը ոնց եք հագեցնում։ Չենք հասցնում, եթե ազնիվ, եթե անկեղծ չենք հասցնում։ Սենց քաղցածել ապրում։ Քաղցածել է։ Դե բայց ասում են որսի եք գնում, բնություն եք սիրում, վրաններով գնում եք, երկու եղբայր։ Եվ դեռ գնալու ենք, որովհետև իմ խնդիրները մի փոքր մեզ հետ գցեցին այդ ամեն ինչից, մոտ 3 տարի, հա, այդ իմ խնդիրները, դե նայել մենակ չի գնում, չեմ հասկանում, խի։ Չէ, անձնական պատճառներ կան եւ ոչ միայն անձնական, պատերազմից հետո մի քիչ այդ ամեն ինչը մի քիչ ուրիշ ձևի էինք նայում։ Օրինակ 20 թվական, մինչև 20 թվականը ես կարծում եմ ես այդ իմաստով յուրահատուկ չեմ, կարծում եմ շատ էր իմ մոտանան զգացողությունը, որ ոնց որ կյանքդ բաժանված լինի երկու մասի մինչև 20 թվականը։ Մինչև եւ հետո, այո։ Բայց հիմա ապրում ենք, հիմա այն ժամանակ մի տևական ժամանակ չերկեց Արսենը, ես ոչինչ չէի անում, հավես էլ չկար, տրամադրություն էլ չկար, մի տեսակ էդ չէր էլի դարդուցավը, այսպես ասեմ, մարդու միտքն է, չէ ամենակարևորը, նայած միտքդ ինչով է զբաղված, բայց ես էլ Արսենն էլ բնապաշտ ենք, բնությունը ինձ համար ամենամեծ դպրոցն է, բնությունը
մեծ ճշմարտությունն է։ Կյանքում ինչի պատասխան ուզում ես ճիշտ գտնես, բնության մեջ փնտրում ես, նմանատիպ ինչ-որ բան գտնում ես, անպայման գտնելու։ Եվ ընդհանրապես ես ում հետ զրուցում եմ, երբ որ ասում են, գիտես, ներսս անհանգիստ, դա ինչ-որ բան, լավ չեմ զգում ինձ եւ այլն, ես միշտ հետեւյալ բանն եմ խորհուրդ տալիս, ասում եմ քիչ մտի այդ ամեն ինչի մեջ, հա, այդ սոցիալական այդ ավելի շատ բնությանը մոտ եղի, որովհետեւ հենց բնությանը մոտ ես լինում, ինքդ քեզ ես մոտ լինում ավտոմատ կերպով եւ խաղաղությունը դա քեզ բերում։ Օրինակ ես շատ եմ սիրում հողի հետ աշխատել, օրինակ, ծառ, չգիտեմ, եւ ու եթե չեմ սխալվում, ամառանոցում ահագին գործ է սա։ Արսենը հողի հետ է սիրում աշխատել, ես փողի։ Հիմա պետք է մտածել հողը ոնց փողի վերածել։ Ինչի միջավայր շատ կարևոր բան է։ Հետո այդ ոնց որ բացասական լիցքերը ոնց որ հողը վերցնի քեզանից էլի ու դու խաղաղվում ես նույնիսկ այդ կորոնայի շրջան կար չէ որ այդ ժամանակ էլ չէինք երկում ես կարող եմ ամբողջ օրով լինել ամառանոցում եւ նույնիսկ ականատեսներն են ասում որ ես շատ լավ այդպես բանջարանոց էի կարող աճեցրել հա միամյա բույսերի եւ շատ լավ խնամում էի։ Բայց ջան դες ամբողջ կյանքը երկել հա։ Չէ, ես զգում էի որ Գիտես ինչ այգեգործ, գալիս եւ շատ մարդիկ կանգնում են ասում են ես ո՞նց ես անում որ այսպես ստանում ես ասում էի սիրով։ Յուրաքանչյուր բան եթե դու սիրով ես անում, կարծում եմ այդ ուրեմն հաջողվում է։ Ես սիրով ուտում էի։ Այստեղ հա ես էլ ուտեի։ Այստեղ նաեւ հետ գնամ երեխաների հետ կապված որ իմ երեխաներին միշտ ասել եմ որ ինչով ուզում եք զբաղվեք միայն սիրով զբաղվեք ես ձեր կողքին կլինեմ բայց պիտի սիրեք շատ որ կարողանաք այդ ամեն ինչի մեջ լավագույններից լինել դա սա շատ ամենակարևոր բանն է ուզում եմ ասել որ այդ հողի հետ կապված ես հետո էլ կարծում եմ մենք կունենանք այդ հնարավորությունը անպայման ուզում էի հարցնել կարող է այսպես տեղափոխվեք կամ ամառանոց կամ ինչ-որ սարերում մի բան մենք եղբայրներով մի հատ բաղցալի sense երազանք ունենք երազանք չի պետքա անենք ապա նոր կանոնադրության հոտ եմ առնում որ մեծանանք մեծ տղա դառնանք ահա Արսենի հետ այնա თუ Արսենը պատմինքը լավ պատմում դե ասում մարդ պիտի երազանք ունենա չէ այդ ինչ որ հեքիաթի պիտի հավատաս չէ որ թե չի առանց դրա չի լինի հիմա մենք մտածել ենք որ անպայման ունենալու ենք փոքրիկ մի հատ խրճիտ չասեմ, բայց տնակ ասեմ։ Որսորդական տնակ։ Հա, որսորդական տնակ։ Մի գողտրիկ անկյուն։ Հա, անտառոտ տեղ, որտեղ կողքը նաև գետ պիտի լինի անպայման։ Հա, եւ այնպես որ ավելի շատ ինչքան մեծանանք մեծ տղա դառնանք, ոնց որ արդեն ասում, ավելի շատ հա այնտեղ քաղաքակրթությունից։ Ահա, այդտեղ է կանոնադրությունը։ Ես մտածել կանանցից, ճիշտն ասած։ Քաղաքակրթությունից։ Բայց մի րոպե, ինչի՞ ես տենց սարսափած ասում, նաև կանանցից։ Նաև կանանցից։ Այստեղ է կանոնադրություն կա։ Այո, լսում եմ։ Այստեղ է կանոնադրություն լինելու, որովհետև հանդիպման օրեր է նշանակվելու։ Ընտանիքի անդամների, ընդունելության օրեր եւ այլն, ովքեր ուշանում են գրավոր կերպով պիտի դիմեն հաջորդ հանդիպմանը։ Հանդիպումից։ Հա, հանդիպումը պիտի նշանակեք։ Այո։ Երբ որ բոլորը արդեն ապահովված են, տանկով իրենց բանով, մենք ընդունելության օրեր կնշանակենք, կարծում եմ Արսեն դա կլինի 5 շաբթի կամ 4 շաբթի օրը, ուրբաթ-շաբաթ դիրակի մեզ չխանգարեն։ Իսկ կանանց եւ երեխաների նույն օրն եք ընդունելու, թե կանանց առանձին օր, երեխաներին առանձին օր։ Սիրելիս թող կան հերթագրվեն դա։ Լավ, կարող եք հերթագրվել Սաֆարյան ընտանիքի անդամներ, ընկերներին կարելի է։ Իհարկե։ Ես կարամ 2 շաբթին։ Չէ, ընկերներինը դրա մեջ չի մտնում։ Հա, չի։ Չէ։ Դա բարեկամների եւ ընտանիքի անդամների։ Սա ուղղակի այդպես մտածել ենք, որ քանի որ ինչքան գնում է, այնքան իրական մասը քաղաքի այդ թողու բողը բան, այդ շարժը, չգիտեմ, ես այդքան էլ տենց չեմ սիրում, բայց մարդկա բանա, չէ, տենց ուրբանիզացիայի մարդ, ասենք, քաղաքից դուրս է գալիս, շունչը կտրվում է, չէ։ Հա։ Բայց մենք այդպեսին չենք։ Ես հակառակ որ դուրս եմ գալիս Ռոբինզոնի նման է ամենևին քաղաքը չսիրելու մասին չի խոսքը, այսինքն մենք այս քաղաքում ամեն ինչ ենք ունեցել երազանքներից բռնած եւ մեծ հաջողություններ, չգիտեմ, ամեն ինչ ենք ունեցել,
Խոսքը նրա մասին է, որ մոտ լինել բնությանը, որ ներդաշնակ ապրես բնության հետ, ուրեմն ինքդ քույքես է։ Եվ ի վերջո նաև մահկանացուդ կնքես ներդաշնակ, չի պատմում, ախր հետաքրքիր բաներ։ Դե ասում եք ինքը կպատնի, ինքն էլ կիսատա պատմում։ Դուք չեք պատմում։ Ես դեմ եմ այս ամեն ինչին։ Այս ամեն ինչի պատմեք, էլի ախր մի քիչ ամաչում եմ, հասկանում ես։ Ինչ եք ամաչում։ Ինչ կա ամաչում։ Արտուր դու պատմի։ Արտուրը որոշել է, որ 96 տարեկանում է իր պահկանած։ Չէ, 97։ 97-ում, այո։ Հա, եւ որոշել է, որ ինքը պետքա հրացանը ձեռքից անտառում։ Այո։ Թուրը ձեռքին, հրացանը ձեռքին դուրս գա արջի դիմաց։ Ես պետքա դուրս գամ արջի դեմ եւ արջը ինձ պիտի ճղի։ Բայց Հարավեր մահ։ Բայց ես որպես շտկում, ես իրեն հուշեցի, որ ինքը անմիջապես ամեն դեպքում արջը թող նենց բան, հետաքրքրվենք արջը եկել։ Հա, դե իհարկե, հա։ Ես տենց երազանքով ասում, Արտուր ասում, բա որ արջը գործ է։ Վախթան Դանանյանը շրջվեց իր Արտուր ջան։ Չէ, դա պետք է լինի այն աշխարհում։ Եվ կատաղած քոթոտներին պաշտպանելու համար պետք է հարձակվի ու ինձ Ինքը հասկանում ես ինչ եմ մտածել, ասենք։ Բայց ինձ դուր է գալիս ամեն դեպքում այս սցենարը, ինձ դուր է գալիս կապված է բնության հետ։ Բայց ասա որ Ձեր թույլտվությամբ մինչ երաժշտությանը անդրադառնալը ես բնությունից շատ չհեռանալով նաև ուզում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր ապրում են գյուղերում, հիշեցնեմ, որ իմ սիրելի գործընկեր Իտալ Սոլարը առաջարկում են բոլոր այն մարդկանց, ովքեր կացրեն արևային էներգիայի սպառմանը, որ նրանք կարող են կայաններ ձեռք բերել 0% կանխավճարով, 0% տոկոսադրույքով եւ 30 տարի երաշխիքով եւ իդեպ ես վերջերս այդ թեմայի շուրջ մի հատ փոքրիկ նյութ էի նկարել։ Հիմա այդ նյութը կտեղադրեմ, որից հետո կվերադառնանք կզրուցենք երաժշտության մասին։ Ես 7 տարի ապրել եմ գյուղում եւ այստեղ վերադառնալու միտքը իրականում ինձ հանգիստ չի տալիս։ Եվ սա է պատճառը, որ ամեն շաբաթ կիրակի մենք ընտանիքով լինում ենք Հայաստանի որևէ մի գյուղում։ Իրականում գյուղի կյանքը այնքան էլ հեշտ չէ, բայց բոլոր այն մարդիկ, ովքեր բնակվում են գյուղում եւ կարողացել են գտնել բանալին, նրանք կարողանում են երջանիկ լինել։ Նրանք օգտվում են արևի անսպառ էներգիայից եւ կարողանում են բերք ու բարիք ստեղծել։ Բերք ու բարիք, որը նաեւ քաղաքացուն է պահում։ Ամբողջ գաղտնիքը բանալին գտնելու մեջ է, արևի լույսից օգտվելու մեջ է։ Իդեպ բոլոր այն մարդկանց, ովքեր բնակվում են Երևանից դուրս, գյուղերում, փոքր քաղաքներում, ավաններում, իմ սիրելի գործընկեր Իտալ Սոլարը առաջարկում է անցնել ամբողջովին արևի էներգիայի սպառմանը, վճարելով 0% տոկոսադրույք, 0% կանխավճար եւ 30 տարի երաշխիք արևային կայանների համար։ Օգտվիր արևից, օգտվիր դրա անսպառ էներգիայից, ստեղծիր բերք ու բարիք եւ եղիր երջանիկ։ Իտալ Սոլար, ժամանակն է ստանալ ավելին։ Իդեպ դուք երկուսդ էլ սեփական տան մեջ եք ապրում։ Արդյոք դուք օգտվում եք արևի անսպառ էներգիայից։ Այո, մենք երկուսս էլ ունենք արդեն կայաններ։ 6-7 տարի։ Հա, մենք կայաններ ունենք տեղադրած եւ ասեմ, որ հրաշալի ուրեմն լուծում է։ Շատ լավ լուծում է, որ մեկ անգամ ուրեմն, հա, ներդրում ես իհարկե անում, բայց ինքը սկսում ես օգտվել, խորհուրդ ենք տալիս։ Եվ բավարարում է ամբողջ տարվա համար։ Այո։ Էլեկտրաէներգիայի համար չվճարեք։ Ձեր տանն էլ է այդպես դուք եք օգտվում։ Արդեն 6-7 տարի։ Իդեպ Արսենը որ ասում ներդրում ես անում։ Այո։ Ես ավելին ասեմ։ Սեփական արևային էլեկտրակայան ունենալու համար ներդրումն էլ հարաբերական, որտեվ մարդիկ տրամադրում են 0 արժեքով կանխավճար, այսինքն կանխավճարը 0, դու տեղադրում ես եւ որոշակի ժամանակ, ենթադրենք, չգիտեմ, պայմանագիրը ինչքան է, վճարում ես այդ ապրանքի արժեքը։ Իսկ այդ ապրանքը ըստ երևույթին ինքը իրեն գնում է, որովհետեւ դու այլևս էլեկտրականության գումար չես տալիս, հոսանքի փող չես վճարում, վճարում ես դրա գումարը, բայց դու ձրի հոսանք ունես։ Ստացվում է ինչ, որ որոշ ժամանակ հետո նու ենթադրենք դու հոսանք ես վառում, էլեկտրականություն ես ծախսում եւ վճարում ես, նույն բանն է, բայց որոշ ժամանակ հետո դու ունենում ես սեփական կայան։ Հատկապես որ Հայաստանում արևային օրերի քանակը բոլորս էլ գիտենք, որ մաքսիմալ է։ Վերադառնալով, անդրադառնալով երաժշտության թեմային, Արսենը երևի չի հիշում, բայց COVID-ի ժամանակ մենք իրար հետ դու առաջին մարդն էիր, ով համաձայնեցիր ինձ հետ լայվ ինտերվյու անել
Եվ այդ գործիքը մենք առաջին անգամ իրար հետ գործարկեցինք, տանից դուրս չէին գալիս, բայց Instagram-ում ունեցանք ուղիղ եթեր։ Դրանից հետո արդեն պատերազմ, որին երկուսդ էլ մասնակցում էիք, սրա մասին դուք շատ չեք սիրում խոսել, ես գիտեմ, Արսենի վնասվածքը, մի շրջան, որը բարդ էր երկուսիդ համար էլ, բայց կյանքը շարունակվում է եւ դուք ձեր վրա վերցրել եք այն միսիան, որ պիտի ուրախացնեք նաև մարդկանց, ժպիտներ պարգևեք, հիշողությունը միշտ արթուն պահեք եւ ձեր երկուսի նախագիծը կյանքի կոչվեց։ Մի հատ պատմեք, էլի, ոնց ով համոզեց, ոնց եկաք դրան, ոնց սկսվեց ամեն ինչ։ Համոզելու բան չկար, ուղղակի այսպես ստացվեց, այդ նույն շրջանն էր, այդ նույն կովիդի, որ դե այդ ժամանակ շուտ իրար հետ նստում էինք, իրար գովում էինք, չգիտեմ։ Հա, իրար չէինք թերագնահատում, այլակացությունն էինք հաշվի առնում։ Միշտ ասում իրար գովում էինք, բայց դա պատերազմից հետո էր անմիջապես։ Ես ասում եմ իրար այդ ժամանակ իրար չէին գովում, իրար մխիթարում։ Հա, իրար մխիթարում էինք։ Ավելի շատ։ Եվ մի օր ասացի Արտուր, տեսել ես, որ այս երեխեքը մտնում են ուղիղ եթեր, բան sense ինչ որ դե տոնդեղ sense բաներ են ցույց տալիս, սրտիկներ են դնում, բան։ Ասեց հա տեսել եմ։ Ես գիտեի ուղիղ եթեր մենակ PTS-ով են մտնում։ Երեխեքին ասի բարիք ջան, արի այստեղ մի հատ բան գիտարները դրեցինք, որոշեցինք մի 3 երգ։ Ուղղակի այդպես իմ խոհանոցում կոնյակ խմելով։ Իր խոհանոցում իմիջայլոց, հա։ Հետո դրեց մի խոսքով Լիլիթը դրեց մեր վրա, այո, այդտեղ ու եթե ողջունեցի, ասի մի քանի երկ այդպես մտնելով անցել հա ձեզ։ Բայց իրականում չէիք էլ պատկերացնում, չէ՞ որ այն կողմում կարա ինչ որ մեկը միացնի։ Մեր ուրախություն, մեր ցնծություն։ Մախինդ, էլ չգիտեմ, սրտիկներ, էլ համբույրներ, էլ չգիտեմ, հա, ինչ ու գնաց տենց, յա, ասեցի Արտուր, փաստորեն ոնց։ Էսի գուցե լավ բան է։ Հետո հասկացա, որ սա կամաց-կամաց պատվերով համերգ է դառնում, ընդհատեցի ճիշտն ասած։ Բայց այս երգը կարանք լսենք, բան որ գրում են։ Իսկ այս երգը բան, սենց, ասի չէ, հնարավոր չի, պետքա։ Այդտեղից սարքեց այդ միտքը, որ ինչու՞ չէ։ Ես ավելի շուտ էի մտածում, որ մի քանի գործիքներով ակուստիկ տարբերակ անել մեր երգերի, բայց հենց այդպես էլ որոշվեց, երևի ճիշտն էլ հենց սա էր, որ ես ու եղբայրս, ես ու Արթուրը հենց մեր գրած երգերն էլ մենք ինքներս նվագում ենք ու երգում ենք։ Գրեցինք ծրագիր եւ սկսեց աշխատել։ Սկզբից զարմանալի էր, որ ինձ դեպպես այդ ֆորմատով, բայց ես ինքս սկսեցի այդ շատ սիրել, որտեվ երբեմն ասում են հիմա դուք նոր ֆորմատ մտածեցիք բան, ասում եմ չէ, դա հենց մեր ֆորմատն է եղել, մենք հենց այդպես էլ սկսել ենք երգել։ Այսինքն մենք մեզ մոտ ուղղակի վերադարձ եղավ, վերադարձ մեր այն սկզբին, հա։ Վերադարձ դեպի ապագա։ Հա, վերադարձ, վաու, ես մի նոր հաղորդման վերնակիր է։ Ասես բաներ ասում, մեկ-մեկ կոդավորվում եմ, գիտես, չէ՞, ժամանակապետ մեր տնկալ եմ։ Հա, ուրեմն հետո սկսեցինք արդեն համերգներ դնել եւ մեկը մյուսի հետևից սկսվեց տարածվել այդ ինֆորմացիոն դաշտում։ Ու այսօր ասեմ, որ ավելի շատ ես այս ֆորմատով եմ երգում։ Քանի որ այն համերգները ինչ որ տարիներ առաջ էր, չկա այդքան ինտենսիվ, հա, արագ, այսինքն շուտ-շուտ չի, մենք արդեն շաբաթվա մեջ, չգիտեմ, 4-ից 6 համերգ երգում ենք եւ ամսվա մեջ, հա, ամսվա մեջ շաբաթվաս եւ այսա շուտով արդեն բացօթյա, հա, շրջանն է սկսում տարբեր միջոցառումներ, նույնիսկ ես հումոր ունեմ, այդպես ասում եմ Արտուր, զգացես, որտեղ կրակ են վառում, ես ու դու դեռ նստած ենք։ Գնչուական ինչ որ բան է զգացվում։ Որտեղ խարույկ կրակ են վառում, մենք ընդ երգում ենք։ Հա, այդտենց ինչ որ բան է։ Եվ հա, ստացվեց այնպես, որ դա համընկավ նաև այն շրջանի հետ, որ ես չէի կարող նորմալ քայլեի, բայց աշխատել էր, չէ՞, պետք։ Մի խոսքով շատ հետաքրքիր կերպով այդ ամեն ինչը բան արեց, այսպես փայտով գալիս էի հանդիսատեսնել, վայ, բան, sense ձայներ էի լսում, հումոր էի անում, ասում էի, այսպես չեմ մնալու, սա ժամանակավոր է, այդպես փայտս դնում էի ու սկսում էինք համերգ երգել։
չգիտեմ, հետաքրքիր ժամանակահատված էր։ Այսօր էլ շարունակվում է, մտածում ենք արդեն, քանի որ մի քիչ տրամադրություններս, չգիտեմ, ոնց որ թե մի քանի մեղեդիկներ է դրվել։ Ես ուզում եմ էլի մի հատ որպես երաժշտության սիրահար եւ ձեր երաժշտության սիրահար, այնուամենայնիվ ես կարծում եմ, որ пассив եք նոր երգեր գրելու թողարկելու։ Ես մեղադրում եմ, ես պահանջում եմ, ես սպասում եմ եւ համարում եմ, որ չհասկացանք։ Դե, հա։ Երկու ստեղծագործող։ Ես այսպեսի մի բան ասեմ։ Շատ շատերի մոտ, ես շատ եմ էլի բանում, շատ շատերի մոտ, օրինակ կտավ ստեղծելը, քանդակ ստեղծելը, երգ ստեղծելը։ Այո։ Շատ շատերի մոտ կարծես նույնանում է ինչ որ արտադրական ինչ որ բան ստեղծելու հետ։ Ասեմ ինչու, որովհետև մարդիկ քեզանից ամեն օր նոր երգ են սպասում։ Չէ, մի ծայրահեղացրեք, մի րոպե, ես ամեն օր չեմ պահանջում, բայց ես կարծում եմ, որ դուք շատ վաղուց նոր բան եք։ Սպասի ավարտեմ։ Դե կանացի մի տեսակ բնավորությունը ստեղի տվեց կներեք։ Տեսեք, ես այսպեսի մի հարց տամ։ Դուք կուզեք լսել նույն հեղինակի ստեղծագործությունից։ Դուք կուզեք, որ այս հեղինակը ունենա 10 երգ, բայց լավ երգ, թե ունենա 100-120 երգ, բայց դուք միշտ 7-8 լսեք։ 25 տարվա տելևիզիոն շիկի նման, հիմա ծայրահեղացնում է եւ ասում է իմ ասացի ճիշտ հակառակը։ Ես չեմ ասում, ես ուզում եմ դուք ամեն օր։ Բայց մենք չենք հրաժարվում, մենք դեռ անելու ենք նոր երգեր։ Ես սպասում եմ։ Իմ ասածը գիտես որն է։ Իմ ասածն է, որ այդ անտերը ինքը պիտի ծնվի, այդ անտերը ինքը պիտի ստեղծվի ու ավելին ասեմ, երբ որ այդ երգը ստեղծվում է, երբ որ այդ երգը ծնվում է, ինքը քեզ չի էլ հարցնում։ Դու ընդամենը գրում ես։ Այդպես չի։ Արդեն ինձ մոտ կան մեղեդիներ եւ շատ շուտով արդեն թեմաները կքննարկենք եւ վստահ եմ, որ ուղղակի մի բանում եմ համաձայն եմ Արտուրի հետ, այս վերջին ասածի հետ կապված, որ մենք աշխատել ենք հենց այնպես երգ չանել։ Այսինքն ես համարում եմ մեր պրոդուկցիա ասեմ, թե հա, եթե ամբողջ ընդհանուր ասեմ, մենք ամենառեալիզացվածներից ենք, այսպես ասած։ Այսինքն եթե մենք գրել ենք իրար հետ 50 երգ, օրինակ, Համենայն դեպս 50-ից կարող է 20-ը մարդիկ ճանաչեն, հասկանում ես։ Սրա մասին ասում, որ դուք կնախընտրեք 120 հատ գրվի, ոչ մի հատը բան չունի։ Դեմքիս էսպես մի։ Ես վստահ եմ, որ շուտով կլինեն նորություններ։ Ես սպասում եմ անհամբեր։ Արդ մի հատ բան հարցնեմ, մինչ այս նախագիծը անելը, այն տոկուն բեղուն շրջանի մասին եմ խոսում, քեզ համար խենթանում էին հատկապես երիտասարդ աղջիկները։ Սա ջան, այս հատվածը առաջ տուր, որ չլսես, էլի ինչ եմ ասում։ Խենթանում էին։ Դե YouTube-ա չէ, կարան առաջ տան։ Ոչ է տեղյակ է։ Հա, տեղյակ։ Խենթանում էին, սիրահարվում էին, քեզ պաշտում էին, իմ շրջապատում կային աղջիկներ, որ եթե գիտեին քեզ պիտի հանդիպեմ, մի հատ նկարը ուղարկի, եւ այլն եւ այլն։ Այս ֆորմատից հետո մի փոքր կարծես աուդիտորիան արդեն ավելի հասուն կանայք դարձան։ Ճիշտ եմ զգացել, թե մենք չէ որ մենք բոլորս ենք, ուզենք թե չուզենք, մենք բոլորս մեծանում ենք եւ այդ նույն երիտասարդ աղջիկները այսօր մայրիկներ են եւ մորաքույրներ, այո, եւ պարտադիր քենիներ։ Ինչու՞ չէ զորքանշտ։ Ուզում ասել, բայց մեր համերգին ես հետաքրքիր բան ասեմ։ Իհարկե կոնտինգենտը հիմնականում նույնիսկ նկատում են այդ ակումբների, հա, աշխատողները, ասում են ձեր մոտ ասենց էլի, որ շատ բնականաբար տոկոսը ավելի գերակշռում են կանայք եւ աղջիկները։ Ես էլ եմ ուզում։ Մոտը ճղեցի։ Ես ինչ դու վախինի ուզել։ Ես բաժակը խփեցի, ջարդվեց մյուս բաժակը եւ ճղվեց Արսեն Սաֆարյանի մատը։ Եվ հիմա գնում եմ հարևանուհուցս բերեմ հիրակապի համար Սանտավիկ։ Կներես արս։ Սախրան անկաց հասկացա, չեմ ուզում գոնդոր կպցնեմ, էլի։ Ահա մեղավորը Արսենի մատը ճղելու։ Ես է։
կյանքի գնով լցված գինով։ Այո, կյանքի գնով լցված գինով, որի արդյունքում դուրեց Արսենի մատը իմ շնորհիվ։ Հա, մի հատ արժան, մի արյուն ես կորցրել։ Եկեք խմենք առողջության եւ արժանապատիվ խաղաղության կենից։ Խմեցինք։ Շնորհակալություն։ Արջան, ճիշտ է, ես քո մատը ճղեցի, բայց չեմ մոռացել ինչի վրա էինք կանգ առել։ Ակումբի կանայք են նույնիսկ ասում։ Ինչ էի ուզում ասել։ Մատը ինչա, կանայք կան սիրտ են կոտրում։ Այո։ Քեզ համար։ Նույնիսկ ակումբի այդ ուրեմն հա աշխատակիցներն են նկատել, որ մեր համերգներին գերակշռող հանդիսատեսը հենց կանայք են։ Եվ երբեմն շատ ուրախանում եմ, երբ տեսնում եմ ավելի փոքր տարիքի, այսինքն ավելի ջահել տարիքի, որ ընկերուներով բան որոշում են գալ եւ հենց մեր համերգին մասնակցեն։ Դա շատ է ուրախացնում, դա նշանակում է, որ իրենց էլ է հետաքրքրում մեր երկացանկը։ Այնպես որ տարբեր են։ Իհարկե գերակշռող մասը, ինչպես ասեցի, մայրիկները, քենիները, հորքուրները, նաև զոքանչները։ Անպայման, հա։ Դուք զոքանչների հատվածը Եվ մի րոպե, նաև տալերը։ Եվ իհարկե չմոռանամ ասել, որ շատ նաև Սփյուռքից, հա, ովքեր որ իրենց օրերն են գալիս հայրենիքում անցկացնելու, շատ տեսնում եմ նման ընտանիքներ են գալիս։ Մի բան էլի հարցնեմ, այս ընթացքում երբ Արսենի մատը վնասեցի, մենք անպայման դնելու ենք այդ կադրերը, ինչպես էր Արտուրը փաթաթում վիրակապը եւ այլն, նույնիսկ թույլ չտվեց ես անեմ։ Հիմա ուզում հասկանալ համերգների ժամանակ էլ է այս հոգ տանողի, ավակ եղբոր, պաշտպանի դերում Արտուրը լինում։ Հոգ տանողի, ամեն համերգի 4 անգամ լարը կտրում է։ Ինչ հոգ տա։ Չէ, ասեմ, մեկ էլ իր աչքն է կպնում, հասկանում եմ, որ ինձ հետ չի իմիջայլոց։ Քանի տեղեկ այո, դե մտքերով եմ։ Հա, դե չէ, չես կարող միասին չլինել այդ ժամանակ, որովհետև ասում եմ, մի գործ ենք անում։ Այո։ Հնարավոր չէ իրարից առանձին անջատ լինել։ Դրա արդյունքում է, որ կարողանում ես ստանալ լավ հնչողություն։ Փորձել են ստացվել է, որ երբ որ երկու հոգի միաժամանակ նվագում են, մեկը ամանթելոն, մյուսն էլ պատուհանը բաց արել, լավ բան չի ստացվում։ Բայց դուք միշտ գիտեք ինքը ինչա նվագելու։ Ես դա կենթանի համերգ է, լայվ է։ Այո։ Ես չգիտեմ, ինքը ամեն անգամ նույն երգը տարբեր բաներ անում։ Ահա։ Ես նայ Բայց ես ստիպված եմ կռահել այդ պահին։ Ասենք ինքը իմաստեղ գնում է Բայց դու չես գալիս։ Հա, հիմա կարող է ասի, բայց դու չես գալիս, ես բեք վոկալ եմ երգում հետո, երկրորդ ձայն եմ երգում։ Ինքը երգում է, բայց դու չես գալիս, ես երգում եմ երկրորդ ձայնը, հետո մեկ էլ ինքը որոշում է, տեսնում է, որ դահլիճի երգում է, ինքը Քեզ եմ կարոտը, սա չի երգում, թողնում է դահլիճին, ես այդտեղ ցցվում եմ երկրորդ ձայնով, քեզ եմ կարոտել, մեկ էլ սուս եմ մնում։ Մի համերգի կարող է երգի, մի համերգի, չէ, դա հենց կենթանի համերգի հմայքը հենց դա է։ Ես որ ռոբոտ չեմ, ես միշտ նույնը անեմ։ Դա ձայնագրություն չի, դա կենթանի կատարումա կենթանի երգա, դրա համար տարբեր է, այնպես որ։ Իմ սիրելի Արտուր եւ Արսեն, ես լավ առաջարկ ունեմ։ Քանի որ եղանակը թույլ է տալիս եւ այս պահին էլ մեր բակը մարդաշատ է, մեր հարևանները բակում են, ես առաջարկում եմ մենք բալկոնում մի հատ փոքր համերգ կազմակերպենք, հետնել հարևաններին, ուրախացնենք։ Բալկոնում։ Այո։ Էս չէինք արել, էս էլ հիմա կանենք։ Ահա։ Մեկ էլ մի բան է մնացել մեզ հետ կապված, որ համերգներից մեկի ժամանակ մի գեղեցիկ հարս երեխա ունենա։ Հա, մի քանի բան մնացել, որ չի եղել։ Այդ չի եղել, չէ մնացած եղել է։ Այո։ Քանի դեռ գեղեցիկ հարսը երեխա չի ունեցել այս պահին համերգի, եկեք գնանք բալկոն, եկեք մի հատ սիրուն իրոք հավերգ, մանավանդ որ ես գիտեմ, Արտուրը մի հատ երգ ունի հենց հարևանի մաս։ Իմ հարևանը, այո, իհարկե։ Գնացինք։
Սիրելիներս հենց այսօր, հենց հիմա Հերմինեի բոլկոնում, պատշգամբում, հատուկ Հերմինեի համար կկատարենք մի քանի երգեր։ Գրացինք։ Համար կարով ու արցունք դարձած ինչպես երաց եկար անցած ես եմ կնչում իմ սեր սիրտդ նորից ինձ բեր հիշիր անցածը մեր օրերը հին ծիծաղուսեր ես եմ պնդրում իմ սեր Սիրտն իմ ներվից ինձ բեր, դու իմ օքին դարձար ու եկար անցար Դու իմ օքին դարձար ու եկար անցար Դու իմ օքին դարձար ու եկար անցար եկար անցած Երբ կհասնեմ քեզ, իմը հավերժ կդառնաս Մի գաղտնիք ես, բայց իմ երգով ես քեզ կգտնեմ հավատակ Քո մտքերում անվերջ մի քաոս է, ոչն ու այոն խառնված Քո պատմության մեջ ես մի հերոս եմ, խենթ սիրահար մոլորված Քո անունը սերիմ, իմ հոգին է խենթացնում Քո անունը սերիմ, նոր հույզեր է արթնացնում Դու կրկին կասես, հեռանում եմ ես Այս խոսքերը մեծ նորից, բաժանում են իրարից Քո անունը սերիմ, իմ հոգին է խենթացնում Քո անունը սերիմ, նոր հույզեր է արթնացնում Դու կրկին կասես, հեռանում եմ ես Այս խոսքերը մեծ նորից, բաժանում են իրարից Բաժանում են իրարից Ախ սիրելիս, դու չգիտես, որքան եմ ես լացել, առանց քո սիրո, ջահել կյանքն եմ իմ մաշել, ես ուզում եմ, որ քո աչքերին նայել, և ուզում եմ, որ միայն ինձ մոտ լինես, Բայց դու չես գալիս, միայն քո մասին եմ լալիս
քեզ եմ կարոտել արի մոտս սիրելիս սիրելիս ես կանչում եմ քեզ ու անընդհատ սպասում երեկոն անցավ քո ճամփին եմ ես նայում երեկոն անցավ քո ճամփին եմ ես նայում երեկոն անցավ քո ճամփին եմ ես նայում Բայց դու չես գալիս Հերմինե ջան, քանի որ քո պատշգամբում ենք Այո չենք կարող չհարգել քո հարևաններին Անշուշտ Եվ հիմա հաջորդ երգը, որ ես շատ եմ սիրում իրական Ես Հենց Արթուրի հեղինակային երգն է, որը կոչվում է շատ պարզ Շատ են, որ մենք սիրում ենք այդպես Իմ հարևանը Երգ հարևանի մասին Երգ հարևանի մասին Իմ հարևանը հակվել է տանը ասում է չեմ ուզում տեսնել էլ ոչ ոքի ու հայհոյում է ես ձեր տիրուննանը ոչ խիղճ ունեք ոչ սիրտ ոչ էլ հոգի ու հայհոյում է ես ձեր տիրուննանը ոչ խիղճ ունեք ոչ սիրտ ոչ էլ հոգի հիասափվել է աշխարհից իմ հարևանը ու բողոքում է թե չկա քաղաքը հին հայտնի մի հարց է ուր է պատասխանը Ընտրում է, բայց դե չի գտնում իր տանը Հայտնի մի հարց է, անհայտ է պատասխանը Անդերջ փնտրում է, բայց դե չի գտնում իր տանը Հիմա գժվել է, խեղճ իմ հարևանը Պատերազմից հետո նա շատ բան հասկացա Ամեն ինչ սուտ էր, ի սկզբանե էր բանը Կյանքը գլխից էր, վիշտուցավ Ամեն ինչ սուտ էր, ի սկզբանե էր բանը Կյանքը ախմերս են գլխից էր, վիշտուցավ Ու հասկացել է վերջապես իմ հարևանը Այնքան մարդիկ կան, շան չապել չկան ու կարոտում է Հակված իր տանը Շշերն են խենթության իր լուր վկան Ու կարոտում է անհույս պակված իր տանը Դատակ շշերն են խենթության իր լուր վկան Իմ հարևանը հիշել է շանը Բայց կաթիլները աչքերի էլ չեն հոսում Ու լճանում են ինչպես անձրևնաշնանը Շան մասին հիշում է չի խոսում Ու լճանում է ինչպես անձրևնաշնանը Իր շան մասին միայն հիշում է չի խոսում Ու մտորում է իմ հարևանը Անդերջ խնդրում ու ավելքի է կատաղում Ես ինչ արիք դուք մեր Երևանը Մեր երեսին չար սատանան է ծիծաղում Ես ինչ արիք դուք մեր Երևանը Մեր երեսին սև սատանան է ծիծաղում Այս պատմությունը և ծանոթ և ծավալի է Մարդը բուժում է իր վերքերն իր տանը Ամեն ինչ պարզ է, հասկանալի է Հենց Երևանն է, իմ հարևանը Ամեն ինչ պարզ է ու շատ հասկանալի է Ողջ Երևանն է, մեր հարևանը Ողջ Երևանն է, իմ հարևանը Եվ Երևանը փակվել է տանը Բրավո Ասել, որ ես ես պահին աշխարի ամենաերջանիկ մարդն եմ Նշանակում է ոչինչ Ես ուզում եմ ասեմ, որ այս ամբողջ նախագծի պատմության մեջ
Սա իմ ամենասիրելի հանդիպումներից մեկը դարձավ։ Շնորհակալ եմ ձեզ, որ դուք այսօր երեկոն օրը որոշեցիք հենց ինձ հետ անցկացնել ու այս անմոռանալի պահերը հենց ինձ պարգևել, որ մինչև կյանքիս վերջ պահելու եմ, հիշելու եմ, սիրելու եմ ու փայփայելու եմ։ Շնորհակալ եմ։ Ապրես։ Քեզ էլ շնորհակալ ենք այս պրոյեկտի համար։ Սա արյունով գծված պրոյեկտ է։ Արյունով։ Այո։ Արյունով։